մեզ կյանքերը մեր երջանկությամբ և սիրով շնորհակալ եմ։ Благословил Бог. Благословил Бог и хранит Он во сия своей славе, свою милость явит, обратит Бог к нам свой явит свой мир. Аллилуйя. Благословил Бог и хранит Он во сия своей славе, свою милость явит, обратил Бог к нам свой явит свой мир. Его благость, Его благость пусть прибудет среди тысяч поколений на твоей семье, твоих детях, их детях, их детях. Его благость пусть прибудет среди тысяч поколений на твоей семье, твоих детях, их детях, их детях. Его благость пусть прибудет среди тысяч поколений на твоей семье, твоих детях, их детях, их детях. Его благость пусть прибудет среди тысяч поколений на твоей семье, твоих детях. Аминь. Благослови Бог и храни во сия своей славе, свою милость явит, обрати к нам свой явит свой мир. Его благость, Его благость, Его благость пусть прибудет среди тысяч поколений на твоей семье, твоих детях, их детях, их детях. Его благость пусть прибудет среди тысяч поколений на твоей семье, твоих детях. Аминь. Благослови Бог и хранит Он во сия своей славе, свою милость явит, обратил Бог к нам свой
Яви свой мир, яви свой мир, яви свой Շնորհակալ ենք Տեր, մեր վեր, մեր ամրոց, մեր ապավեն, մեր պաշտպան Տեր, ողորմած, սիրով և գթած Հայր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ մի օր գտանք Քեզ Տեր, շնորհակալ ենք, որ իրավի հասկացանք ինչ է Քեզ երկրպագությունն ու աղուցանել Տեր, փառք լինի անվանդ Հայր, կատարենք մեր ընծաներ այս տան համար, թող փառավորվի Տիրոջ անունը իր տան մեջ և ամեն տեղ, կարող ես այսօր ուղղակի քո սրտով տրվել նրան, հոգով տրվել նրան և ասել Հայր, խնդրում եմ նորովի այցելես ինձ, որպեսզի իմ հավատքը մեծանա Տեր, որպեսզի զորություն գա Տեր, որպեսզի օրհնություն գա Տեր, որպեսզի բժշկություն գա Տեր, և այսօր ովքեր ունեն բժշկության կարիք, թող Տերը բժշկի, որտև նա է բժիշկը, և գրված է ձեռք դրեք հիվանդների վրա իմ անունով և ես կբժշկեմ, կարող ես ձեռք դնել կողքիդ վրա, թե ոչ կամ եղբորդ վրա և ասել դու բժշկված ես Տեր Հիսուսի անունով, և Հիսուս անունն է, որ քեզ բժշկում է, նրա անվան մեջ կա զորություն, փրկություն, օրհնություն, կյանք և ավելիով կյանք, և հավիք։ Փառք Քեզ Տեր, փառք Քեզ Տեր, հալելույա, փառք Քեզ սիրող Հայր, և շնորհակալ ենք Քեզ Սուրբ Հոգի, որ ունենք Քո հետ հնարավորություն կապ հաստատելու Տեր, որ ունենք կարիքդ ամեն ժամանակ Տեր, որ ունենք խոնարհում Քո առաջ Տեր, որ ունենք Քո սիրո կարիք ամեն ժամանակ Տեր, և Քո սերն է, որ մեզ ապրեցնում է Տեր, ինչպես երգեցինք, ապրեցնում ես դու ինձ Տեր Ադոնա, զորացնում ես ինձ Տեր Ադոնա, երկնքից ցող և անձրև ես բերում, քամի ու հարգում Տեր, օրհնյալ լինի անունը Տեր Ադոնա, հալելույա, փառք նրան, երկրպագիր ինձ հետ, քո աղոթքով, քո երգով, քո անկեղծությամբ, ասա ես Տեր, բաց եմ քո առաջ, ընդունելու քո տիեզերական պարգևներն ու շնորհները, օրհնիր կյանքս, անունով արա և ասա, որ ես պատրաստ եմ և բաց եմ քո առաջ Տեր, ընդունելու կամքդ բարի հաճելի և կատարյալ, և զգալ քո հայրական սերը, օրհնությունը, ողորմությունը, և ես քեզ կասեմ ամեն ժամանակ իմ վեր, իմ ապավեր, իմ ամրոց Հայր, որ փրկեցիր, որ ողորմեցիր, որ շնորհք տվեցիր, որ իմաստ տվեցիր այս կյանքը ապրելու Տեր, որ երբ որ կային ժամանակներ Տեր, դժվար էր հասկանալ, թե ուր է գնում այս կյանքը և ինչ է այս կյանքը, մի օր իմաստություն տվեցիր Տեր, հասկանալու, որ քոնն ենք հավիտյան և ամեն օրը անցնում է երջանիկ, որտև գիտենք դու իրավի կենդանի Տեր ես և մեզ տալիս ես այդ երջանկությունը և մեր աչքերը քեզ վրա են Տեր և մեր ապագան և հեռատեսությունը, հեռանկարներն էլ քո հետ են պայմանավորված ամեն բան Տեր և դու իրապես եկար քո սիրով մեզ բժշկեցիր և չկա մի այդպիսի սեր, որը մեծ է քո սիրուց հայրական Տեր, քո սերն է, որ մեզ
Շնորհակալ ենք Տեր, եւ շնորհակալ ենք այս տան համար, Հայր։ Շնորհակալ ենք մեր հովվի համար, Հայր։ Շնորհակալ ենք մեր բոլոր Աստծո տուն եկեղեցիների համար, փառք լինի քեզ Տեր, զորություն, օրհնություն իշնի բոլորիս վրա Տեր։ Միաբանություն հաստատվի շատ ուժեղ կերպով Տեր, եւ լինի քո զորավոր օրհնությունները Տեր, որ ամեն մարդ իր ծածուկի սենյակում անգամ աղոթելով ասի. Տեր, շնորհակալ եմ քեզ։ Ամեն, կարող ես ծափարել նրան։ Թող ոչ ոք չփառավորվի, ապա միայն Տերը փառավորվի։ Թող ոչ ոք չմեծարվի, ապա միայն Տիրոջ անունը մեծարվի ամեն ժամանակ։ Փառքը նրանն է հավիտյան։ Ես պատկանում եմ քեզ, երգենք ես պատկանում եմ քեզ, Տերը սրտից դրեց, որ սա երգենք։ Ես պատկանում եմ քեզ, օքով պաշտում եմ քեզ, երկրպագիրից հետ, օքի սիրում է քեզ, Հիսուս կարոտում եմ քեզ, ես պատկանում եմ քեզ, օքով պաշտում եմ քեզ, օքի սիրում է քեզ, Հիսուս կարոտում եմ քեզ։ Եվս մեկ անգամ երգենք, ես պատկանում եմ քեզ, ես պատկանում եմ քեզ, օքով պաշտում եմ քեզ, օքի սիրում է քեզ, Հիսուս կարոտում հաճախ կյանքում սայթակում եմ, սուր ցավերիս տկարանում, վիրավոր է սիրտս թեև, բայց գոչում է քոնեմ իմ Տեր, ես պատկանում եմ քեզ, ես պատկանում եմ քեզ, օքով պաշտում եմ քեզ, օքի սիրում է քեզ, Հիսուս կարոտում եմ քեզ, ես պատկանում եմ քեզ, օքով պաշտում եմ քեզ, օքի սիրում է քեզ, Հիսուս կարոտում եմ քեզ, ես պատկանում եմ քեզ, օքով պաշտում եմ քեզ, օքի սիրում է քեզ, Հիսուս կարոտում եմ քեզ, Աբա, թագավորն ես դու ես հայրը բոլորի, անդադար դու ինձ ներում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տեր աշխարհի, Աբա, թագավորն ես
թագավոր թագավորների եւ Աստված Աստվածների։ Երկինք, երկիր, ամեն բան ժամանակավոր է, ամեն բան եւ ամեն բան ունայն է, սակայն Աստված, որ հավիտյան է։ Շնորհակալ ենք քո անսահման մեծ սիրո համար, Տեր։ Փառաբանում եւ մեծարում ենք անունը Տարքա, ասելով շնորհակալ է։ Շնորհակալ է։ Երբ որ մենք մեր մեղքերի մեջ, Տեր, երբ որ մենք մեր մեղքերի մեջ հեռացած էինք քեզանից, դու հաճեցար մեզ համար մեռնել, ապացուցելով քո սերը աստվածային, սերը իրական։ Շնորհակալ եմ։ Անունը թող փառավորվի Հիսուս, ամեն։ Եվ սեր գանված խաչի վրա։ Եվ սեր գանված խաչի վրա, եւ սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում ես, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, եւ սեր գանված խաչի վրա, եւ սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, եւ սեր գանված խաչի վրա, եւ սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, եւ սեր գանված խաչի վրա։ Ամեն Տեր, շնորհակալ եմ։ Փառաբանության խումբ շնորհակալ եմ, սիրելի եկեղեցի, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Կարող ես սրտանց ասել փառ Տիրոջը։ Սրտանց պաշտիր Աստծուն այս առավոտ եւ ասա. փառք եմ տալիս Աստծուն։ Նա բարի ողորմած, հրաշալի, կատարյալ Աստված է եւ նրա սերը մեծ է եւ անսահման։ Ամեն։ Նրա սերը մեծ է եւ անսահման։ Գիտեք, այսօր ոչ մի ուրիշ բանի մասին չառաջնորդվեցի խոսել, այլ հենց աստվածային սիրո մասին, ով է Աստված։ Գիտես, շատ կարևոր է տարիների մեջ ճանաչել ով է Աստված, քանի որ այդ տեսեք, եթե հրեաները չճանաչեցին ով է Աստված, եւ ճանաչեցին միայն նրա ահեղ կողմերը, ահեղ, զարկող կամ սպանող եւ այլն։ Բայց չգիտեին, որ Աստված նաեւ սեր է, ունի սիրո դրսևորում։ Այդ իսկ պատճառով, երբ որ գրված է իրանների մեջ եկավ, իրանները նրան չճանաչեցին։ Երբ որ եկավ հրեաների մեջ, գրված է հրեաները նրան չճանաչեցին, որովհետև նա խոսում էր կատարյալ սիրո մասին, Աստված սեր է։ Եվ ես այսօր ուզում խոսեմ նրա կատարյալ մեծ սիրո մասին, որպեսզի եւ վերջում կաղոթենք։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս եւ ճաշակես Աստծո սերը, ճաշակեցեք եւ տեսեք Աստված բարի է, ամեն, Աստված քաղցր է, ճաշակեցեք եւ տեսեք Աստծո քաղցրությունը, Աստծո բարությունը, Աստծո հեզությունը, Աստծո մեծությունը։ Երեմիա 31-ի 3-ով եմ ուզում սկսել այսօրվա ծառայությունը, հավիտենական սիրով սիրել եմ քեզ։ Գիտես ինչ բան է հավիտենական սեր, սեր, որ երբեք չի վերջանում։ Շատ անգամ գուցե խոսել եմ այս մասին եւ այսօր էլ ասում եմ, ամեն բան վերջանում է։
Եվ մարդկային սերն էլ այնքան ժամանակավոր եւ կարճ է, որ շատ ժամանակ մենք ինքներս ցավում ենք, վիրավորվում ենք, նեղանում ենք, երբ որ սիրում էին այլևս չեն սիրում, անգամ հարազատներ, բարեկամներ, քույր, եղբայր, ընտանիք, մայր, որդի եւ այլն։ Երբեմն անգամ ընտանիքում այդ սերը վերջանում է։ Սակայն մի սեր կա, որ երբեք չի վերջանում քո հանդեպ, եւ ես ուզում եմ, որ դու այսօր կատարյալ կերպով հասկանաս Աստծո սերը քո նկատմամբ։ Շատ ժամանակ մեզ թվում է Աստված մեզ թողել է, Աստված մեզ մերժել է, Աստված չի տեսնում, Աստված չգիտի, Աստված չգիտի քո ցավի մասին, Աստված չգիտի քո տառապանքների կամ քո նեղությունների, քո անցնող ճանապարհների մասին, Աստված ամեն բան տեսնում է։ Եվ ես ուզում եմ, որ դու այսօր հասկանաս, որքան մեծ սեր ունի Աստված իմ եւ քո նկատմամբ։ Այդ սերը, երբ որ մենք հասկանանք, մենք կտեսնենք, որ Աստծո համար մենք շատ կարևոր մարդիկ ենք։ Աստված մեզ ստեղծել է եւ այս երկիր է ուղարկել հենց իր համար։ Եվ Աստծո գերագույն նպատակը ես եւ դու ենք։ Եվ նորից եմ ուզում այսօր մեկ անգամ էլ կարդամ Երեմիա 31:3-ը. Հավիտենական սիրով սիրել եմ քեզ։ Հավիտենական սեր, որ չի վերջանում։ Գիտեք, Հիսուսը երբ որ ծնվեց եւ եկավ երկիր, նրա սերը փոխեց ամբողջ աշխարհը։ Նրա երկիր գալու իմաստն այն էր, որ ամբողջ աշխարհը փոխվի։ Տեսեք, 4000 տարի մարդու պատմություն։ Մենք այսօր երկիր մոլորակի վրա մարդը 6000 տարվա պատմություն ունի։ 6000 տարի ես եւ դու գոյատևում ենք։ Ադամը ստեղծվեց 6000 տարի առաջ, բայց 4000 տարի մարդը ադամական մեղքի պատճառով ապրեց Եդեմական պարտեզից դուրս, ապրեց իր մեղքերի մեջ, հիվանդությունների, ցավերի, անեծքի եւ այլն։ Մարդը մեղանչեց Աստծո առաջ, մարդը մեղ գործեց։ Սակայն Աստծո մեծագույն ծրագիրը կայացավ նրանում, որ հենց Աստված առաջին զոհը արեց Եդեմական պարտեզում, մարդուն հարգցնելով կաշվե հանդերձներ, նրա համար զոհ անելով եւ կենթանի զոհելով եւ բացատրելով, որ ամեն բան երկրի վրա անիծվեց մարդու պատճառով, որտեւ մարդը մեղանչեց, չանիծվեց միայն մեկ բան՝ արյուն, որ պետք է սրբեր եւ արդարացներ, արյուն, որ առաջին անգամ թափվեց Ադամի համար, արյուն, որով Աստված Ադամին հասկացրեց նորից, որ թեպետ դու սխալվել ես, թեպետ դու ինձ հետ քո հարաբերությունները խզեցիր մեղքի պատճառով, սակայն ես այնքան եմ սիրում քեզ, որ քեզ համար մեկ օր կուղարկեմ իմ որդին։ Նրա որդին երկիր եկավ մեր մեղքերի պատճառով, որպեսզի նրա սուրբ արյունը, որ պիտի թափվեր համայն աշխարհի մարդկության համար, նրա սուրբ արյունով ես եւ դու արդարանայինք եւ փրկվեինք։ Մեկ բան կա այսօր երկրի վրա, որ ինձ եւ քեզ համար այսօր բարեխոսում է։ Բարեխոստերը իմ եւ քեզ համար այսօր իր սուրբ արյունն է թափել։ Աստված, որ այդքան թանկ էր իր համար, իր որդին ուղարկեց աշխարհ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ես ուզում եմ, որ դու այսօր ամենայն հավանականությամբ եւ ամենայն նոր կերպով սկսես ճանաչել Աստծո սերը։ Գիտեք, շատ ժամանակ մենք խոսում ենք շատ ուրիշ բաների մասին, վախերի մասին, գիտես, վախացնում են մարդիկ, վախեցիր, որովհետև այսպես կլինի քեզ վաղը մյուս օր, վախեցիր, բայց ես սիրո քարոզիչ եմ, կներեք, բայց ես սիրո քարոզիչ եմ, եւ ես ուզում այսօր քեզ բերել դեպի Աստվածային սերը, որ դու Աստծուն ճանաչելով սկսես սիրել եւ մտերմանալ Աստծո հետ, ոչ թե վախից դրդված, այլ սիրուց դրդված։ Տեսեք, Ադամը երբ որ մեղ գործեց, վախեցավ եւ թաքնվեց։ Վախը պատճառ հանդիսացավ, որ Աստծո երեսից թաքնվի։ Կյանքում ինչ պարագաներ ուզում է լինել եւ ինչ պարագաներում որտեղ որ դու հայտնվես, ես քեզ մեկ բան եմ խնդրում եւ ինձ էլ այդ բանը շատ վաղուց դրել եմ իմ առաջ։ Ամեն ժամանակ ինչ էլ որ անեմ, որտեղ էլ որ հայտնվեմ, մեկ բան է պետք՝ վերադառնալ դեպի Աստված, ոչ թե նրանից վախենալ, այլ նրա առաջ խոստովանել։ Ադամի ամենամեծ սխալը, մեծագույն սխալը նա էր, որ ոչ թե պետք է թաքնվեր կամ վախենար Աստվածանից, այլ պետք է վերադառնար դեպի Աստված եւ ասեր. «Մեղանչեցի երկնքի եւ երկրի առաջ, խնդրում եմ ինձ ների»։ Սակայն զղջումը չեղավ զղջում, չհասկացավ եւ չճանաչեց Աստծուն, որ եթե ետ դառնա դեպի Աստված։ Հակոբոս 4:8-ում գրված է. «Ետ դարձեք դեպի Տերը եւ Աստված ետ կդառնա դեպի ձեզ»։ Մոտեցեք Աստծուն եւ Աստված կմոտենա ձեզ։
Շատ կարևոր է մարդ եւ Աստված հարաբերությունների վերականգնում։ Այսօր ես ուզում եմ նոր կոչ անել, վերադարձիր դեպի Աստված, անկախ նրանից դու որտեղ ես, անկախ նրանից ինչի մեջ ես, ինչ ես արել, երեք գիշեր, անկախ նրանից սխալվել ես թե չես սխալվել, կա մեկ բան, ամենաթանկը, Տեր Հիսուս Քրիստոսի արյունը, որ կարող է քեզ ամեն տեսակի մեղքերից, ինչպես որ առաջի Հովանու առաջին գլխում գրված է, եթե դու ետ դառնաս եւ ապաշխարես, հավատարիմ է Աստված, որ կների մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր հանցանքները։ Եթե մենք վերադառնանք դեպի Աստված, Ադամի ամբողջ նպատակը պետք է լիներ Տերը, պետք է լիներ Տիրոջ հետ հարաբերությունները, եւ նա պետք է շուռ գար եւ ասեր մեղանչեցի երկնքի վերգրաջ, սակայն ասեց, երբ որ ես քո ոտքերի ձայնը լսեցի, ես վախեցա։ Ես քեզ այսօր կոչ եմ անում, ոչ թե վախեցի Աստծուց, այլ մոտեցիր Աստծուն։ Գիտեք, երբ որ Աստվածաշունչը խոսում է Աստծո հանդեպ ունեցած վախերին մասին, դա այլ բան է։ Դա այդ վախը չէ, որ դու պատկերացնում ես, այդ վախը չէ, որ Ադամը Աստծո ոտքերի ձայնը լսեց եւ վախեցավ։ Վախը դա Աստծո հանդեպ ունեցած երկյուղացությունն է։ Վախը եւ երկյուղացությունը դրանք տարբեր բաներ են։ Երկյուղացությամբ մոտեցեք շնորհի գահին, այսինքն քո կախվածությունը թող լինի միայն Աստված, քո միակ տեզերքում, ամբողջ աշխարհում ամենայն Աստված է, որ նա է, որ դու պետք է վերադառնաս դեպի Տերը եւ կախված լինես նրանից, երկրպագես եւ մեծարես նրա սուրբ անունը։ Երբ որ Տեր Հիսուս եկավ երկիր 4000 տարի հետո, երբ որ մարդկությունը, համայն մարդկությունը 4000 տարի ապրում էր մեղքերի մեջ, այլ ջրհեղեղ, այլ բաներ, այլ կործանում մարդկային պատմության, սակայն Աստծո նպատակը չէր, որ մարդը վերանար եւ կամ մարդը վերանա, մարդը չի վերանալու, որովհետեւ կա հավիտենական կյանք։ Ես քեզ ուզում եմ այսօր մխիթարել բոլոր ննջեցյալների հանդեպ, այն ննջեցյալները, որ դու ունես։ Ես այսօր եկել եմ քեզ մխիթարելու, ինձ մխիթարելու եւ ասելու, այո, կա հավիտենություն, որովհետեւ Աստված հավիտյան է եւ այն հոգիներն էլ, որ Աստված ստեղծել է, ամեն հոգիները հավիտյան են եւ ողորմած եւ գթած Աստված է, որ մեկ օր մենք կհանդիպենք նրանց, մեկ օր մենք կտեսնենք նրանց, մեկ օր նրանք հարություն կառնեն, մենք էլ նրանց հետ հարություն առնելով ուրախ կլինենք Աստծո հետ եւ մենք բոլորս գնում ենք դեպի հավիտենություն, գնում ենք Աստծո մոտ, որպեսզի Աստծուն տեսնելով ճանաչելով լինենք Աստծո բարեկամները եւ Աստծո սիրելիները։ Եվ 2000 տարի առաջ ժողովուրդ, որ խավարի մեջ էր, լույս տեսավ։ Մատթեոս ավետարան 4:16-ում գրված է. ժողովուրդը, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ, եւ նրանց, որ մահի երկրումը եւ ավերումը նստած էին, լույս ցակեց նրանց վրա։ Այսօր եթե դու խավարի մեջ ես, սիրելի մեծ դիտողներ, սիրելի եկեղեցի, եթե խավար կա, եթե այդ ասում եմ եւ անդունդ կար եւ խավար կար, ես ուզում քեզ ասել, որ լույս ցակեց այսօր, լույսը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ նա գալիս է, դուք պատկերացնում եք այս սենյակը, եթե մենք լույսը անջատենք եւ մթության մեջ լինի, ինչ որ մեկը կմոտենա եւ կմիացնի լույսը եւ այստեղ կլուսավորվի։ Եթե ինչ որ խավար կա քո կյանքում, հաստատ իմացիր, այսօր նա եկել է քո խավարը վերացնելու եւ եկել է որպեսզի դու տեսնես լույսը, տեսնես նրա փառքը, տեսնես նրա ներումը, տեսնես նրա սերը քո նկատմամբ։ Սիրելի եկեղեցի, մենք շատ ժամանակ չենք կարողանում հասկանալ, որ նա սեր է։ Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք, գուցե նա դատապարտում է, գուցե նա մեղադրում է, գուցե ինչ-որ մի մեղքի պատճառով ես հիվանդ եմ, գուցե ինչ-որ մի բանի պատճառով մենք այսօր չունենք հաջողություն։ Ես ուզում եմ ասել, որ սա սխալ աստվածաբանություն է, սխալ աստվածպաշտություն է։ Աստված չեկավ երկիրը, որ երկիրը դատի։ Աստված եկավ, որպեսզի մենք ապաշխարենք, եւ 2000 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը երկրի վրա փոխեց ամեն բան։ Եվ եկավ եւ 17-րդ խոսքում գրված է. ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է։ Ինչ բան է ապաշխարություն, երբ որ մեր միտքը դառնում է մեկ այլ տեղ, երբ որ մենք ապաշխարում ենք մեր հին մտքերից, մենք ապաշխարում ենք անցյալից, մենք ապաշխարում ենք անցյալի վիրավորանքներից եւ այլն։ Գիտեք, շատ մարդիկ այսօր վիրավորված են Աստծուց, մտածում են, որ Աստված չար է, Աստված զարկող է, Աստված սպանող է։ Ես ուզում ասել, որ դա Աստծո բնութագրի մեջ,
Աստված չի սպանում, Աստված չի դատապարտում, Աստված հիվանդություններ չի տալիս, Աստված մարդուն չի տալիս անեծք, Աստված տալիս է սեր եւ նա է թագավորը թագավորների։ Եվ նրա մասին կարելի է անverջ խոսել, սակայն ես ուզում այսօր խոսել նրա անverջ սիրո մասին։ Ուղիղ 30 տարի ծառայում Աստծուն եւ ուղիղ 30 տարի ես տեսնում եմ Աստծո մեծագույն սերը իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ, ամեն մեկիս նկատմամբ, եկեղեցու բոլոր անդամների նկատմամբ Աստված ողորմած Աստված է։ Աստված գթած Աստված է, սիրող Աստված է, փառքի Աստված է։ Եվ այսօր ուզում եմ խոսել նրա անսահման մեծ սիրո մասին։ Առաջի Տիմոթեոս 3:16-ում գրված է. հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհում եւ վերացավ փառքով։ Հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Այսօր Աստվածպաշտությունը ունի իր մեծագույն խորհուրդը, նա հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին եւ հավատացվեց աշխարհում եւ վերացավ փառքով։ Առաջի Տիմոթեոս 2:5-ում գրված է, որովհետեւ կա մեկ Աստված, կա մեկ միջնորդ, Աստծո եւ մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը, որ իր անձը ամենի համար փրկանք տվեց մեզ։ Եվ վկայություն լինի իր ժամանակներում։ Այսօր շատերը հարցնում են. ինչ բան է աղանդ, ովքեր են աղանդավորները։ Դուք ավետարանական եկեղեցու անդամներ, գուցե դուք աղանդավորներ եք, ինչ է նշանակում աղանդ։ Եկեք այսօր մի պահ ես եւ դու խորենք եւ իրար հարց տանք, իսկ ինչ բան է աղանդ։ Ինչ են այդքան մարդիկ խոսում աղանդի մասին։ Դա ինչ վարդապետություն է կամ ինչ շեղվածություն է, որ մարդիկ մի տեսակ վախենում են, մտածում են, որ մենք աղանդավորներ ենք եւ այլն, եւ չգիտեմ ինչ, եւ մեծ չգիտեմ ինչեր են մոգոնում, ինչեր են խոսում։ Գիտեք, երբ որ ով է աղանդավորը, ով որ ասում է Հիսուսը Քրիստոսը չէ, Աստվածաշնչում պարզ գրված է, նա ներն է։ Ով որ ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ երկիր ոչ մարդ, կամ ասում է նա չեկավ երկիր որպես Աստված, դա աղանդ է, բայց ով որ ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ երկիր որպես մարդ եւ որպես Աստված, նա աղանդավոր չէ։ Այն եկեղեցիները, որ այսօր ճաշակել եւ տեսել են, որ Աստված քաղցր է, եւ տեսել են, որ կա ընդամենը մեկ Աստված եւ մեկ միջնորդ, Հիսուս Քրիստոս մարդը եւ Հիսուս Քրիստոս Աստվածը, այդ եկեղեցին չի կարող երբեք լինել աղանդավոր կամ շեղված եկեղեցի, այլ ճիշտ վարդապետության առաքյալների հիմքի վրա հիմնված եկեղեցի է։ Այս շատերը հարցնում են, իսկ ինչու է այս շինության մեջ կառուցված, այդ շինության մեջ կառուցված այդ քահանայական վարդապետությունը, քահանայական ծառայությունները կոչվում առաքելական եկեղեցի։ Ինչ է դա։ Եվ ես ուզում քեզ ասել, որ առաջին երբ որ առաքելները եկան Հայաստան եւ Թադևոսն ու Բաղդոմեոսը բերեցին քրիստոնեությունը, այդ իսկ պատճառով, քանի որ նրանք եկան եւ Քրիստոսի աշակերտները բերեցին քրիստոնեությունը Հայաստան, այդ իսկ պատճառով կոչվեց առաքելական։ Սակայն Աստված չի բնակվում քարետաճարների մեջ, ինչպես որ գրված է Գործք առաքելոցում։ Եվ Աստվածաշնչում պարզ ասված է. երկինքը իմ աթոռն է եւ երկիրը իմ ոտքերի պատվանդան։ Ինչպիսի տուն կարող եք կառուցել Աստծո համար, քանի որ երկինքը իմ աթոռն է, երկիրը ոտքերիս պատվանդանը, ապա ես ձեզ մեջ կբնակվեմ եւ դուք ինձ համար կլինեք Աստծո սուրբ տաճարներ։ Եվ Աստվածպաշտության ամբողջ նպատակը, Քրիստոսի երկիր գալու նպատակը ո՞րն էր։ Երկիր գալու նպատակը նա էր, որ նա գար եւ իր հոգին վերակառուցելով դներ մարդու մեջ։ Այն հոգին, որ Ադամով գնաց, այդ ույն հոգին վերադառնար մարդու մեջ Տեր Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ, արյունով արդարանալով։ Եվ Սուրբ Հոգին եկավ երկիր, որպեսզի ես եւ դու ապրենք եւ ունենանք այդ հավիտենական սիրո, այդ մեծ խորհուրդը, հասկանալով, որ Տերը մեզ համար ունի հավիտենական կյանք։ Ինչ որ մեկը թող այսօր ասի, իմ կյանքը հավիտյան է, որտեղ Աստված ինձ համար որոշել է հավիտենական կյանք։ Հովանու ավետարան 3:16-ում գրված է, 17-18, որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Գիտես, այստեղից որևէ մեկը չի կարող իր որդուն տանել եւ զոհանել։ Կարող է զոհանել քո որդուն, ես չեմ կարող, կներեք։ Որևէ մեկը եթե ասի ես հանուն ինչ որ մեկի, մեղավոր մարդու, հանուն ինչ որ մի սխալ մարդու, չգիտեմ, ամենավատ մեղքերի անուններ տվեք եւ ասեք, այսինչ մեղավորի համար ես իմ որդին կտանեմ զոհ կանեմ եւ ասեմ, թող նրա արյունը թափվի, որպեսզի այդ մարդը արդարանա, ես կասեմ, լսի, դու ուղղակի չգիտեմ, абսուրդ բաներ ես խոսում։ Եվ ես ինքս չեմ անի դա, եւ չեմ ասի, կասեմ, մեղավոր մարդու համար ես ունեմ միայն դատապարտություն։ Եվ ես կասեմ, մեղավոր մարդը թող մեռնի, մեղավոր մարդը թող դատապարտվի, նրան քարկոծեք, նրան սպանեք, նրան խաչափայտին արեք, եւ շատերն էլ կասեն, թող դժոխքի կրակներում գնան վառվեն, ինչպես մենք սիրում ենք քարոզել եւ ասել, գիտես, եթե չապաշխարեք, ապա բոլորդ կկորչեք, բոլորդ կգնաք դժոխքում կվառվեք, գիտեք, այնտեղ ինչ հանդեղ կրակ կա, այնտեղ ես ինչեր կա, սա խորովելու են քեզ, շշելու են քեզ, շշի վրա դնելու են, այսպես խորովելու են, գլուխդ մասնատելու են, մարմնից հետ Աստված հոգի է եւ Աստծո մարմինը չի կարող մասնատվել։ Ոչ գլուխը կարող ես կտրել հոգու, ոչ մարմինը առանձնացնել հոգուց, ոչ կարող ես խորովել, ոչինչ չես կարող անել հոգու հետ, որտեվ հոգին հավիտյան է։ Եվ Աստված այնքան բարի ողորմած գտած Աստված է, որ ոչի մարդու կորիստը չի ուզում։ Եվ ես այսօր չեմ եկել քեզ դժոխքով վախացնեմ, ես այսօր եկել եմ քեզ ճանաչեցնելու Աստծո մեծագույն սերը։ Ես չեմ պատկերացնում ընտանիքում այնպիսի սեր, եթե ընտանիքում կառուցված սիրո, շաղախի վրա աստվածային սիրով կառուցված ընտանիքում կինը ամուսնուց վախենա։ Եթե ինչ-որ մի կին վախենում է իր ամուսնուց, երբ որ ամուսինը տուն եկավ եւ նրա ոտքերի ձայնը լսեց եւ ինքը վախեցավ, կներեք այդ ընտանիքը սիրով կառուցված ընտանիք չէ։ Նշանակում է այդտեղ չի կարող լինել սեր, այդտեղ կա միայն վախ եւ այդտեղ կա միայն, չգիտեմ, կախարդություն։ Սակայն եթե ինչ-որ մեկը մեկին սիրում է, նա նրան չի դավաճանում։ Ինչ-որ մեկը, եթե իր կնոջը սիրում է, երբ որ ինչ-որ մի կին իր ամուսնուն սիրում է, դավաճանություն այդտեղ չկա։ Կա աստվածային սեր եւ կա ոչ թե վախ, ոչ թե ցավ տառապանք, այլ սեր, որ դու չես ուզում քո սիրած անձնավորությունը կորցնես։ Ուղիղ 30 տարի առաջ հանդիպեցի Աստծուն, ճանաչեցի նրան, ճանաչեցի աստվածային սերը։ Եթե ինչ-որ մեկը ինձ քարոզեր եւ ասեր, գիտես, եթե չապաշխարես դժոխքի կրակներում վառվելու ես, ես կասեի թող որ վառվեմ։ Բայց երբ որ եկավ Աստված եւ ճանաչեցրեց իրեն ինձ, երբ որ եկավ եւ ես ճաշակեցի եւ տեսա Աստված քաղցր է, այդ օրից ի վեր իմ որոշումը սա էր. ես կմնամ քո հետ, ես սիրում եմ քեզ։ Եվ ոչ մի բան ինձ չի կարող բաժանել քո սիրուց, որովհետեւ դու այնքան լավն ես, այնքան բարի, այնքան քաղցր, այնքան գթառատ, այնքան ողորմած, ոչ թե ինձ դատապարտող, որտեվ Աստված չեկավ երկիրը դատապարտելու, այլ եկավ երկիրը փրկելու։ Եվ 30 տարիների մեջ ես հասկացա, որքան էլ մեծագույն սխալներ արեցի, որքան էլ մեղքեր գործեցի, որքան էլ սայթակեցի, եւ որովհետեւ ամեն մարդ սխալական է։ Կարծոք մի հովիվ անսխալական։ Ինձ ցույց տվեք մեկ առաքյալ անսխալական, մեկ հովիվ անսխալական։ Ինձ ցույց տվեք որևէ վարդապետ անսխալական կամ ուսուցիչ, նույնն է։ Ցույց տվեք ինձ մարդ անսխալական եւ ես կասեմ, այո, դու երկրի վրա գտար կատարյալ մեկը։ Ես երկրի վրա դեռևս իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ տեսել ոչ կատարյալ հովիվ, ոչ կատարյալ մարդ, ոչ կատարյալ առաքյալ։ Առաքյալները ամբողջովին լցված էին երբեմնի սխալներով եւ ամեն օր ունեին ապաշխարության կյանք։ Դավիթը ուներ իր սխալները, Հովսապատը ուներ իր սխալները, Հեսուն ուներ իր սխալները, Մովսեսը բազմագույն սխալներ, մարդիկ, բոլոր մարդիկ, աստվածաշնչյան մարդիկ, եւ եթե կա ընդամենը մեկ արդար, դա Քրիստոսն է։ Քրիստոսից բացի ոչ մի արդար չկա, մեկն էլ չկա։ Ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին, բայց սխալների համար Աստված ոչ մեկին ոչ դատապարտեց, ոչ սպանեց, ոչ ծեծեց, ոչ էլ դժոխքների կրակների մեջ ուղարկեց, այլ իր միածին որդին ինչ արեց, իր միածին որդին խաչապայտի վրա հանեց, որ նրա սուրբ արյունով մենք ամենքս փրկվենք եւ արդարանանք։ Չեմ կարողանում պատկերացնել այսքան մեծ սեր։ Չեմ կարողանում հասկանալ այդքան մեծագույն սեր աստվածային, ինչպես կարող էր մեղավոր մարդու համար Աստված մեռնել շնացողի
գողացողի, ամեն տեսակի սպանություններ անողների, ամեն տեսակի մեղքեր գործողների համար գալ եւ իր որդին տալ։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ինձ հետ ես, ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված սեր է, որ ամեն նրան հավատացողը փրկությունը, արդարությունը հավատքից է։ Արդարությունը քո բարի գործերից չէ։ Երբեք այսպիսի մարդիկ մարդկանց չքարոզեք։ Արդարությունը գործերով չէ։ Արդարությունը հավատքից է։ Ով հավատա, նա կփրկվի։ Ով չհավատա, ինքն իրեն կդնի դատապարտության մեջ։ Ով հավատա, ուրեմն ես այսօր եկել եմ քեզ հավատ քարոզելու եւ սեր քարոզելու։ Ով հավատա, նա կփրկվի։ Եվ Աստված այսօր եկել է ինձ եւ քեզ ասելու. հավատա ինձ, հավատա, որովհետեւ ես միակն եմ, որ իմ սերը երբեք չի կարող հարցականի տակ դրվել, իմ սերը ունի ապացույց, որովհետև իմ սերը ունի իր զոհը, սերը ունի գործողություն, սերը ունի ապացույց։ Գիտես, երբ որ ինչ-որ մեկին սիրում ես, դու ուզում ես նրա համար ամեն բան անել, ամեն։ Սիրած մարդու համար ինչը կարող ես խնայել, ես քեզ կարող եմ ասել ոչինչ։ Եվ սիրած մարդու համար կարող ես անվերջ նվերներ տալ, անվերջ նրա սխալների առաջ աչքերդ փակել եւ ասել. գիտես, ես գիտեմ, որ դու շատ սխալներ ես արել, բայց միևնույնն է, ես քեզ չեմ դատապարտում։ Դու կարող ես կռվել, սիրած անձնավորությունները կարող են իրարից կռվել, իրարից նեղանալ, իրար բառեր ասել այդ պահին, բայց քիչ հետո տեսնում ես, որ սիրտդ սիրում է։ Քիչ հետո տեսնում ես, որ ամբողջ աշխարհն էլ կուզես նրա ոտքերի առաջ բերես եւ պրես եւ ասես, գիտես, ես քեզ սիրում եմ եւ ոչ թե քեզ դատապարտում եմ, այլ սիրում եմ։ Աստված սեր է եւ Աստված այդ մեղավոր մարդու համար, որ ինչ ասես արել էր, այդ մեղավոր մարդու համար ուներ իր մեծագույն ապացույցը՝ սեր գանված խաչի վրա, սեր, որ երբեք չի վերջանում, սեր, որ նրա սերը ամեն օր ունի իր այն մեծագույն ապացույցը, որ հոր աջ կողքին նստած Տեր Հիսուս Քրիստոսը մինչև այսօր միակ միջնորդն է, միակ միջնորդը։ Մարիամը միջնորդ չէ, ոչ մի մարդ միջնորդ չէ, Պողոսը միջնորդ չէ, Պետրոսը միջնորդ չէ, որևէ մարդ չի կարող հոր մոտ լինել միջնորդ, որովհետև մեզ համար իր արյունը չի թափել ոչ Մարիամը, ոչ Պողոսը, ոչ Պետրոսը, ոչ Ստեփանոսը, նրանք ծառայեցին Աստծուն, լավ արեցին, բայց մեզ համար կա ընդամենը մեկ միջնորդ, Տեր Հիսուս Քրիստոսը։ Այդ իսկ պատճառով մենք աղոթում ենք, Հայր, քո որդու Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Գիտես, այն եկեղեցիները ես չգիտեմ, ես երբեք չեմ դատապարտել եւ չեմ դատապարտի ոչ մի մարդու հավատքը, ոչ մի մարդու կրոնը կամ դավանանքը, սակայն ես այսօր կարող եմ ճիշտը սխալից տարբերելով ասել. ես երբեք Մարիամին չեմ պաշտի, որովհետև Մարիամը մինչև վերջ չկարողացավ Տեր Հիսուս Քրիստոսին աշակերտ դառնալ։ Մարիամը, որ իր որովայնում կրել էր նրան 9 ամիս, Մարիամը, որ գիտեր, որ հրեշտակից լսել էր, որ այո, հրեշտակը նրան ասեց, եւ կույս դու կհղիանաս, եւ մի որդի կծնես, եւ նրա անունը Հիսուս կդնես, եւ Էմանուել կկանչես, եւ կասես Աստված քեզ հետ է, այդուն Մարիամը, որ իր որովայնում ուներ նրան, չէր կարողանում հասկանալ, որ նա Աստված է։ Եվ ամենավերջում, երբ որ խաչի վրա էր, երբ որ լաց էր լինում, Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներից մեկին ասեց, ահա քո մայրը, եւ մորն էլ Մարիամին էլ ասեց, ահա քո որդին։ Եվ միայն խաչի տակ էր, որ Մարիամը դարձավ աշակերտ։ Ուր մնաց մենք Մարիամ պաշտենք, ուր մնաց մենք, որ չգիտեմ, Պողոս պաշտենք, Պետրոս պաշտենք, երբ որ գալիս էին մարդիկ նրանց պաշտելու, գիտեք ինչ էր ասում նա, նրանք ասում էին, օ, նզովյալին եք դուք, մենք էլ ձեր նման մարդիկ ենք, միայն Աստծուն պետք է երկրպագել, միայն Աստծուն պետք է պաշտել։ Ես այսօր բերում եմ մի նոր կերպով Աստվածպաշտության, Աստվածաբանության։ Ես ուզում եմ, որ դու այսօր ճանաչես ով է Աստված եւ քո աղոթքները առ Աստված բարձրանան Հորը Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որովհետեւ միակ կապը նա է, որտեղ միակ կամուրջը նա է, առանց նրա չկա մեղքերի թողություն, առանց նրա չկա փրկություն, առանց նրա չկա փրկություն, որովհետև նրա սուրբ արյունը թափվել է մեր մեղքերի համար։ Եվ այսօր, երբ որ դու մեղք ես գործում, երբ որ դու սխալ ես անում, երբ որ դու հիվանդ ես, հաստատ իմացիր, նրա արյունը թափվում է ամեն օր նրա վերքերը բաց են։ Եվ այդ արյունը ամեն օր հոսում է
քո համար։ Ամեն օր նրա արյունը հոսում է իմ եւ քեզ համար, որ ես եւ դու արդարանանք Աստծո առջև։ Այդ մեծագույն սերը ամեն օր ես ուզում եմ որ դու հասկանաս նրա մեծագույն սերը, երբ որ սխալ ես գործում, արի Տիրոջ մոտ, երբ որ սխալների մեջ ես, երբ որ մեղքերի մեջ ես, երբ որ ինչ-որ բան կա, որ դու չես կարող որևէ մեկին խոստովանել, անգամ որդուդ, անգամ աղջկադ, չգիտեմ մորդ, կամ ընկերոջդ, կամ ամուսնուդ, կամ կնոջը, արի Տիրոջ ոտքերի տակ եւ ասա՝ մեղանչել եմ երկնքի երկրի առաջ, եւ այսօր Տեր Աստված ես եկել եմ քեզանից ներում խնդրելու եւ մտերմանալու քո հետ, որովհետեւ ամեն մարդ սուտ է եւ դու ճշմարիտ, ամեն, սկզբում էր բանը, Հովանու ավետարան 1:1, եւ բան Աստված էր եւ բանը Աստծո մոտ էր, ամեն բան խոսքով կառուցվեց։ Ես ուզում այսօր քո կյանքը խոսքով կառուցես, խոսքով, մի վախեցեք, Աստված մեզ հետ է։ 365 անգամ Աստվածաշնչում ամեն օրվա համար կա խոսք՝ մի վախեցեք, որովհետև ես ձեր Աստվածն եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Տերն եմ, եւ ես փրկել եմ քեզ, իմ արդարության աջով հաստատել եմ քեզ, նաեւ ասել եմ քեզ, որ դու իմն ես, Հավիտյան Եսայիա 41:10, ես կանչել եմ քեզ, ես ընտրել եմ քեզ, ես որոշել եմ քեզ, Հովանու ավետարան 15:16-ում գրված է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, որպեսզի գնաք եւ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա։ Մարդկանց ավետարանեք մարդկանց Աստծո մեծագույն սիրո մասին, հավիտենության մասին եւ ասեք, որ նա Հավիտյան Աստված է։ Գնացեք դեպի Հավիտյանը, մոռացեք ժամանակավորը, որտեւ այս երկրում, այս աշխարհում ամեն բան ժամանակավոր է։ Մեկ օր առողջ ես եւ հանկարծակի մեկ օրվա մեջ կարող է գալ հիվանդությունը, բայց կա Աստված, որ այսօր եկել է քեզ ասելու՝ ես քո փրկիչն եմ, ես քո բժիշկն եմ, ես քո Տերն եմ, ես քո Աստվածն եմ։ Հալելույա Տիրոջը։ Գիտեք, Ծննդոց 15-րդ գլխում Աստված Աբրահամին զավակ խոստացավ եւ 75 տարեկանում եղավ խոստմունքը, 25 տարի հետո 100 տարեկանում ծնվեց նրա որդին։ Բայց Աստված, երբ որ Աբրահամին ասեց, Աբրահամ, քո մեկ հատիկ զավակը կարող ես ինձ համար զոհել, մեկ հատիկ զավակը կարող ես ինձ համար բերել։ Եվ գիտեք, որքան դժվար էր Աբրահամի համար բարձրանալ Գողգոթան, բարձրանալ այդ սարի վրա եւ իր զավակին 25 տարի հետո ծնված այդ զավակը, երբ որ 100 տարեկան էր, երբ որ 100 տարեկանում դու քո որդին ունենալուց հետո պետք է բարձրանաս Մորիայի սարը եւ քո զավակը տանես եւ զոհես, Աբրահամի սրտից արյուն էր կաթում։ Աստծուն պետք չէր Աբրահամի զավակը, Աստծուն պետք չէր, որ Իսահակը զոհեր, Աստծուն պետք էր, որ այդ հավատքի զավակը, հավատքի սերունդից ծնված, Աբրահամի սերունդից ծնված Քրիստոսը, որովհետև գրված է եւ Աբրահամին տրված ամբողջ խոստմունքները Հիսուս Քրիստոսով տրվեց մեզ, ինչպես որ գրված է Գաղատացիների 3:13, Աբրահամին տրված սերունդը ոչ թե այդ երբ որ ասում եմ քո մեկ հատիկ զավակը, այդ մեկ հատիկ զավակը, այդ սերունդը ոչ թե Իսահակն այլ Քրիստոսը։ Եվ այդ իսկ պատճառով նա ասում է հավատքից ծնված սերունդը պետք է զոհ լինի համայն աշխարհի մարդկության մեղքերի համար։ Եվ որ Աբրահամը բարձրանում էր Մորիայի սարը, նրա որդին, երբ որ այդքան խոնար էր Իսահակը եւ նրա ուսերի վրա դրված էր ցախը, նա իր հորը հարց տվեց. հայր, ահա կա ցախը, ահա կա դանակը, ահա կա սարը, ապա ուր է այդ զոհը, ուր է գառը։ Եվ այնքան էր Աբրահամը ճանաչում Աստծուն, որ գիտեր, Աստված իրենից չի վերցնի իր մեկ հատիկ զավակը։ Նա գիտեր, որ Աստված կտա իր զավակը, մեղքերի թողության, ասեց որդիս, Աստված կապահովի զոհը։ Աստված կապահովի, Աստված այսօր կապահովի քեզ համար իր զոհը, հալելույա։ Գիտեք, Եսայիա 53-ում գրված է, երբ որ Աստված մեր մեղքերը ջնջում է, Աստված մեր մեղքերը գցում է իր մեջքի հետևում։ Աստվածաշունչը Տեր Հիսուս Քրիստոսին ասում է, ահա Աստծո գառը։ Ես գիտեմ, որ դու այսօր գուցե մեկ այլ խոսք էր ինձանից սպասում։ Դու մտածում էիր, տարեդարձից առաջ ինչ կքարոզի հովիվը։ Չէ որ եկող Կիրակի մեր եկեղեցու տարեդարձն է։ Չէ որ եկող Կիրակի մենք նշելու ենք մեր եկեղեցու 24-րդ տարեդարձը, փառք Տիրոջը, ամեն։ Եվ դու մտածում ես գուցե այսօր ես կխոսեմ ծառայության մասին, գուցե կխոսեմ այլ բաների մասին, բայց ես քեզ այսօր խոսում եմ Աստծո սիրո մասին, Աստված այնպես սիրեց աշխարհը։
Աստված այս եկեղեցին ստեղծեց իր սիրո շնորհիվ։ Այս եկեղեցին ստեղծեց, որ ես եւ դու չմեռնենք, այլ ապրենք։ Այս եկեղեցին ստեղծեց, որ ես եւ դու մեկ օր աղոթքի տեղ ունենանք, մեկ օր հասկանանք Աստվածային սերը եւ նմանվելով Աստծուն սկսենք իրար սիրել։ Սիրելի եկեղեցի, ես այսօր կոչ եմ անելու քեզ նորոգես քո սերը, նորոգես Աստծո հանդեպ եւ նորոգես քո ընկերոջ հանդեպ։ Սիրիր քո ընկերը, քո անձի պես։ Եվ այսօր եկել է ժամանակը, որ ես եւ դու վերանայենք մեր ծառայությունները, ում համար ենք ծառայում, ինչի համար։ Արդյոք մենք ծառայում ենք այն Աստծուն, որ իր կյանքը զոհեց մեզ համար։ Աբրահամը իր մեկ հատիկ զավակը տարավ Աստծո առաջ ասելով. քո տվածը քեզ եմ վերադարձնում։ Արդյոք պատրաստ ենք մենք Աստծո համար ունենալու զոհեր, ընծաներ։ Արդյոք մենք Աստծո համար կարող ենք ամենաթանկը տալ։ Աբրահամը տալիս էր իր ամենաթանկը, իր սրտի կտորը։ Ավելի լավ է ինձ վերցնես, քան իմ որդուն։ Սակայն չեղավ դա, չեղավ տրտունջ։ Եվ Աբրահամը հավատքով արդարացավ։ Ես ուզում եմ այսօր ոչ թե դու տրտնջաս Աստծո առաջ, երբ որ գալիս են դժվարությունները, սիրելի եկեղեցի, երբ որ գալիս են խնդիրներ, երբ որ գալիս են շատ խոչընդոտներ իմ եւ քո առջև, ես ուզում եմ ոչ թե մենք այսօր տրտնջանք, այլ գոհանանք Աստվածանից, գոհանանք, որ բարի է։ Մինչև եկող Կիրակին, մինչև տարեդարձը, ես ուզում եմ, որ ամեն մեկս գոհությամբ գանք Տիրոջ առաջ, ինչ որ կանենք գոհությունով անենք։ Եթե ընծաներ կանենք, ապա գոհությունով։ Եթե տասանորդի մեջ ես, ապա սիրուց դրդված։ Քիչ առաջ ես խոսում էի, եթե դու սիրում ես, ուզում ես տալ։ Գիտես, իմ եղբայրներից մեկը ասեց, երբ որ այսինչը վերջը մեր հարազատին դիմավորենք, ես կգամ ծաղիկներով եւ այլն, ես ասեցի, իսկ ինձ ինչու ծաղիկներ չես բերում։ Իմ ասեց, քեզ բերել եմ, բերում եմ։ Ես ասեցի, գիտեք, այդ ծաղիկները սիրո խորհրդանիշ են։ Ես ուզում եմ, որ մենք իրար նաեւ նվերներով մեր սերը ապացուցենք։ Գիտեք, ես կարող եմ ինքս ինձ ծաղիկներ առնել, բայց երբ որ դու ես նվիրում, երբ որ դու տալիս ես եւ մարդու աչքերի մեջ նայելով, ոչինչ չասելով, ուզում ես ասել, գիտես, ես այնքան շնորհակալ եմ, այնքան սիրում եմ քեզ, որ ուզում եմ այս ծաղիկների միջոցով, այս բույրի միջոցով քեզ ապացուցել։ Գիտես, տղաներին ինչ նվիրես, ինչ նվիրեք տղաներին, աղջիկներին գուցե ծաղիկներ, որ տարիքում ուզում են լինել, 60, 70, 100 կնոջ համար, այնքան մեծ ուրախություն եւ նվեր է ծաղիկը։ Գիտեք, կան կանայք, որ ասում են, ինչ սապ է ծաղիկը։ Ծաղիկը թորոմում է, ծաղիկը այն խորհրդանիշն է, որ Աստվածաշնչում գրված է, եւ ծաղիկը մարդու կյանքը այս ծաղիկների նման է, որ կթորոմի եւ կթափվի։ Մեր կյանքը այդ ծաղիկների նման են, մի փոքր վայելք եւ վերջ, մի փոքր այս կյանքի մեջ ուրախություն եւ վերջ, մի փոքր սեր եւ վերջ։ Եվ այդ ծաղիկները այն խորհրդանիշներն են, երբ որ դու նվիրում ես ծաղիկ, մարդը վերցնում է ծաղիկը, բույրը, այնքան շքեղ է, բայց երբ որ արդեն թառամում է, այդ անուշաբույր հոտից գարշահոտություն է գալիս։ Եվ ես ուզում եմ քեզ այսօր ասել, սիրելիներ, այդ մեր կյանքը, որ վերջանում է, թող անուշաբույր խունկով վերջանա, թող որ երբ որ մենք ավարտենք այս կյանքը, մենք մնանք Աստվածային սիրո մեջ, որ ճանաչենք Աստծուն, երբ որ տեսնենք նրան, ուրախությամբ գրկենք նրան եւ ասենք, Տեր, ես եկել եմ, որովհետեւ այս երկրի վրա այս երկիրը ավարտեցի քեզ սիրելով, այս երկրի վրա ապրելով, թեպետ սխալներ անելով, ես մնացի քո հետ, որովհետեւ սիրում եմ։ Սիրելի եկեղեցի, թող Աստվածային սերը պատճառ հանդիսանա, որ դու մնաս նրա հետ, միայն սերը, ոչ թե վախը, դժոխքի հանդեպ ունեցած կամ այլ բաների, այլ սերը։ Թող սերը այնքան առատանա այսօր մեր սրտերի մեջ, որ մենք այնքան սիրենք Աստծուն, ինչպես որ նա է ասում, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, թող այս սերը լինի երկկողմանի, իմ եւ Աստծո հարաբերությունները, իմ եւ քո հարաբերությունները։ Այդ տեսեք, մյուս Կիրակի մենք գալու ենք Աստծո առաջ, գալու ենք տարեդարձի, գուցե նվերներով, գուցե ուրախությամբ, գուցե գոհության պատարակով։ Ես չգիտեմ ինչպես ես դու գալու Աստծո առաջ, որովհետև եկող Կիրակի մենք միասին տոնելու ենք եւ ասենք շնորհակալ եմ, որ դու մեկ օր մեզ համար տուն կառուցեցիր, որ ես նեղության, դժվարությունների, հալածանքների, հիվանդությունների ժամանակ, ամեն ժամանակ կարողանում եմ գալ քո կառուցած այդ տան մեջ աղոթել քեզ, աղոթել եւ ասել Տեր, դու աղոթ լսող եւ աղոթներ պատասխանող Աստվածն ես մեր։ Շնորհակալ ենք Աստծուց, ամեն, շնորհակալ եմ ամեն բանի համար։ Գաղատացիների 3:12-ում գրված է. Աստված խաչապայտի վրա վերցրեց անեծքը։ Աստված խաչապայտի վրա վերցրեց մեր բոլորի մեղքերը, հիվանդություններն ու ցավերը, նա վերցրեց։
Ես որ պետքա մեռնեի, մեր փոխարենն ավերցրեց անեծքը։ Գիտեք, Աստված իր եկեղեցին կառուցել է ժայռի վրա, եւ ժայռը հենց Քրիստոսն է։ Ասա, Աստված իր եկեղեցին կառուցել է ժայռի վրա։ Հիսուսի սերն ու ներողամտությունն է, անսահման մեծ ներողամտությունն է, որ այս եկեղեցին այսօր կա եւ գոյություն ունի։ Գործք առաքելոց 4:12 Պետրոսն ասում է. «Էլ ոչ մի ուրիշ մեկով փրկություն չկա, որովհետև երկնքի ներքև մարդկանց ուրիշ անուն էլ չկա, որ հնարավոր լինի մեզ փրկվել»։ Աստված փրկիչն է։ Եվ նա սիրող ողորմած Աստվածն է մեր։ Եսայա 43:24-25-ում գրված է. «Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ հիշում»։ Ում պատճառով? Իր պատճառով։ Աստված մեր մեղքերը ջնջում է եւ ներում է իր պատճառով։ Գիտես, շատ ժամանակ մենք հիշում ենք ուրիշ մարդկանց մեղքերը։ Ինձ հետ ես ուզում այսօր մի փոքր անդրադառնամ իմ եւ քո մասին։ Երբ որ մենք հիշում ենք ուրիշի մեղքերը, տեսեք Աստված ասում է, ես ներում եմ քո բոլոր մեղքերը։ Ինչ որ մեկի մեղքն Աստված ներել է եւ ներում է, սակայն դու հիշում ես, երբ որ դու հիշում ես ինչ որ մեկի մեղքերը եւ չես ներում, քո աղոթքի կյանքը հիշիր, որ արդեն քանդված է։ Քո աղոթները երկինք չեն կարող բարձրանալ, եթե քո սրտում մեջ կա ոչ թե ներում, ոչ թե սեր, այլ ատելություն։ Ինչից դրդված ես ծառայում Աստծուն։ Որն է դրդապատճառը քո ծառայության։ Կարող ես այսօր ինքդ քեզ քննել։ Մենք ծառայում ենք 24 տարի այս եկեղեցում։ Ես ծառայում եմ 30 տարի Աստծուն։ Եվ 30 տարիների մեջ որն է շարժառիթը, Աստծո հանդեպ ունեցած սերը, փառքը, մեծամտությունը, որն է այսօր կարևորել։ Ինչու եմ ես այսօր եկել եկեղեցի, ով է պատճառը։ Իհարկե Քրիստոսը։ Եվ եթե դու այսօր եկել ես այստեղ Քրիստոսի սերը վայելելու, եկել ես Տիրոջ համար, ուրեմն փառք Տիրոջը։ Եթե եկել ես ինչ-որ մեկի համար, ինչ-որ մի բանի համար, շարժառիթ հտայել է, ուրեմն էլ մի արի։ Գնա տուն մտածի, կանգ առ։ Աստվածաշնչում գրված է. «Դադարեցեք եւ ճանաչեք, թե ով է Աստված»։ Ես այսօր ուզում եմ, որ դու դադար տաս ամեն բանից, դադար տաս գուցե ծառայությունից, դադար տաս ամեն տեսակի բաներից եւ ճանաչես, թե ով է Աստված։ Աստված սեր է։ Դադարեցեք եւ ճանաչեք, թե ով է Աստված։ Կողոցացիների 3:13-ում գրված է. «Իրար համբերելով, իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսը ձեզ ներեց, այնպես էլ դուք իրար ներեք»։ Ես ուզում այսօր քննես քո անձը, չարդարացնես քեզ։ Ես ինքս այսօր չեմ ուզում ինձ արդարացնել, ուզում եմ հասկանալ իրար համբերելով, իրար ներելով, իրար սիրելով։ Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունի, ինչպես Քրիստոսը ձեզ ներեց, այնպես էլ դուք իրար ներեք։ Ինչպես ես ուզում Քրիստոսը քեզ ների, որ չհիշի, չէ՞։ Որ գնանք երկիր մեկ էլ հիշացնի, ասի Հովանես, հիշում ես։ Հիշում ես այդ բաները, Նելի հիշում ես այդ մեղքերը, բայց դա չկա, Աստված ջնջել է։ Եթե դու ուզում ես ինչ-որ մեկին ներես, այնպես ների, որ էլ երբեք չանդրադառնաս այդ մեղքերին։ Այնպես ների, որ երբեք այլևս չասես, դու հիշում ես, դու այդ մարդն ես, որ այսինչ թվին, այսինչ ժամանակ, այսինչ բանը անում էիր կամ արել ես։ Ոչ, դա այլևս չկա։ Եթե Աստված այդ գցել իր մեջքի հետևում մեր մեղքերը եւ չի հիշում, դու իրավունք չունես հիշելու ոչ քո մեղքերը, ոչ քո հարևանի մեղքերը, ոչ քո բարեկամի մեղքերը։ Աստված սեր է։ Եվ ես ուզում այսօր ես եւ դու ապաշխարենք։ Առաջի Հովանու 4:8-ում գրված է. «Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է»։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Հովանու Ավետարան 14:15-ում գրված է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները կպահեք»։ Դավիթը Աստծուն սիրելով պահում էր նրա պատվիրանները։ Տեր ասում է. «Դավիթի սրտի համեմատ մարդ եմ ուզում»։ Դավիթը գիտեք ինչպիսի սիրտ ուներ։ Դավիթը Հովնաթանին կերն էր եւ բարեկամը, սիրում էր Հովնաթանին։
Հովնաթանը Սավուղի որդին էր։ Ինձ հետ ես։ Ես ուզում այսօր դու մի փոքր խորես, ով էր Դավիթը։ Դավիթը մեղքերով լի մարդ էր, որ անդադար սխալվում էր, բայց գիտեր ում էր հավատացել։ Եվ երբ որ սխալներ էր գործում, գալիս էր եւ ասում էր. Տեր, մեղանչեցի երկնքի եւ երկրի առաջ, խնդրում եմ ինձ ների։ Եվ այդ Դավիթը սիրում էր Հովնաթանին։ Նրա հետ մեկ օր ուխտ արեց, ասեց աղբերներ ենք, կյանքս կտամ քո համար։ Նա էլ ասեց, ես էլ իմ կյանքը կտամ քո համար։ Եթե ինչ-որ մեկի հետ աղբեր ես դարել, եթե այսօր իմ եղբայրներից երկուսը միաբանվել են, ասում են մենք աղբեր ենք եւ իրար համար կյանք կտանք, մինչեւ վերջ մնացեք աղբերներ։ Եթե ինչ-որ մեկը մեկին ասել է ես քո քույրն եմ, ես ուզում քո հետ մնալ, ես խնդրում մինչեւ վերջ մնացեք, որտեղ դուք ուխտի ընկերներ եք։ Երբ որ Հովնաթանը մահացավ, երբ որ Հովնաթանը չկար այլևս, Դավիթը լաց էր լինում իր ընկերոջ համար։ Բայց երբ որ Դավիթը դարձավ թագավոր եւ այդ նույն Սավուղը, որ Դավիթին այդքան հալածում էր, այդ նույն Դավիթը մեկ օր երբ որ արդեն իր թագավորության մեջ էր ասեց, արդյոք կա ինչ-որ մեկը Սավուղի ցեղից բերեք, որ ես նրան պատվեմ։ Բերեք, որ նրան թագավորական սեղանին նստեցնելով, նրան ինձ հետ հավասար անելով, ասեմ դու իմ բարեկամն ես Հովնաթանի պատճառով։ Հովնաթանի պատճառով ես ուզում եմ այդ սերունդից ինչ-որ մեկին պատվել, սա է իրական սերը։ Եվ եկան եւ ասեցին, Մեմփեբոստեն է միայն մնացել։ Կա միայն մեկը Մեմփեբոստեն, բայց կաղ է, որովհետեւ կաղը իրավունք չուներ թագավորի հետ նույն սեղանին նստելու, պետք է լիներ անարատ, պետք է լիներ առանց թերությունների։ Իսկ ինչպես կարող էր Դավիթը իր սեղանին նստացնել Մեմփեբոստեին, որ մարդիկ չտենային նրա ոտքերի կաղությունը, որ չասեին թագավորը խախտել է թագավորական պատվիրանը կամ օրենքը։ Կանչեք Մեմփեբոստեին։ Երբ որ նստացրեց նրան իր սեղանի շուրջ, նրա ոտքերի վրա սպիտակ սավանը փռեց, որ նրա ոտքերի կաղությունը չերևա։ Սա իրական սերն է։ Սա իրական սերն է, ես Հովնաթանի համար կանեմ դա, որովհետև ես սիրում եի Հովնաթանին։ Գիտես, եթե դու ինչ-որ մեկի հետ ուխտի ընկեր ես, սիրի նրա բարեկամներին, սիրի անգամ նրա հարազատներին, եթե դու ինչ-որ մեկի հետ ուխտ արեցիր, որ դու նրա հետ պիտի լինես հավիտյան, երբեք ուխտը չդրժես։ Որտեղ երբ որ Աստված Աբրահամին ասեց, Աբրահամ ինձ հետ ուխտ արա եւ ծխի մառախուղ, եւ տեսնում ենք, որ կտորները դրեց, այդպես շարեց, ութաձև, բերեց շարեց եւ ասեց, ով որ այս ուխտը եւ դրեց այդ թրջուններին, այդ կենթանիներին եւ դրեց այդտեղ այդ ութաձև եւ գիտեք ինչ ասեց, ով որ այս ուխտը քանդի, այս թրջունների, այս կենթանիների նման կդառնա։ Այսինքն ինչ կլինի, կզոհվի։ Եթե դու ուխտ ես արել այսօր Աստծո հետ մնալ հավիտյան, մնա հավիտյան։ Եթե դու քո հովիվի հետ ուխտ ունես, քո հովիվի հետ մնա ուխտի ընկեր։ Եթե քո եղբայրներից մեկի հետ ուխտ ունես, եթե դու մեկ օր այս եկեղեցում ուխտ արեցիր եւ ասեցիր, ես այս տան ծառան եմ, ես այստեղ ծառայող եմ, ես խնդրում եմ քո ուխտերը այսօր նայիր։ Եվ Աստվածաշնչում գրված է. նորոգեք Տիրոջ առաջ ձեր ուխտերը։ Դու այսօր այս եկեղեցում ունես ուխտ, մեկ օր ջրում մկրտվելով դու ասեցիր, ես այս տան անդամն եմ։ Եվ եթե այս տան մեջ ինչ էլ լինի, սով, արհավիրքներ, դժվարություններ, լայնություններ, նեղություններ, լավ օրեր, վատ օրեր, ես այս տան անդամն եմ, ուրեմն մնա այս տան մեջ։ Որտեվ դա քո ուխտն է։ Երբեք ուխտադրուժ մի եղիր։ Եկող Կիրակի մենք հավատարիմներով, այս ժողովրդով ուրախ գալու ենք Տիրոջ առաջ եւ ասել ենք Տեր Աստված, մենք եկել ենք մեր երեխաներով, մենք եկել ենք մեր սերունդներով, մենք եկել ենք ասելու այս տունը քո ստեղծած տունն է, քո հիմնադրած տունն է, Աստվածը, դու ես ձեռնադրել այս տունը, դու ես որոշել, դու ես օծել եւ մենք այսօր եկել ենք մեր ուխտը հաստատելու։ Եկող Կիրակի մենք մեր ուխտը հաստատելու ենք։ Այստեղ կլինեն մարդիկ, որ կոծվեն։ Կլինեն մարդիկ, որոնք հավատարմության համար կկանգնեն Աստծո առաջ եւ մենք նրանց կօրհնենք եւ կոծենք որպես այս տան ծառայողներ եւ հավատարիմներ Փառ Տիրոջ, ամեն։ Այո, մենք ունենք եկող Կիրակի մեր մեջ մեր սիրելի Անուշ քրոջը։ Միասին կտոնենք, միասին կփառաբանենք, վերջում կունենանք հոգևոր համերգ, մեր սիրելի Հովանեսը
մեզ համար կես ժամ, կունենա համերգային հրաշալի ծրագիր, եւ ես հավատում եմ այդ մեծ զորորվան եկող Կիրակի հյուրեր հրավիրեք մարդկանց, թող գան տեսնեն Աստվածային մեծագույն սերը։ Գիտես, չեմ ուզում այս վատ նոտան ասել, բայց պետք է ասեմ, Մատթեոս ավետարան 24-ի 10-ում գրված է, շատերը իրար կմատնեն։ Դա սիրո պակասն է։ Երբ որ մենք սերը պակասում է, սկսում ենք իրար մատնել եւ իրար մեղքերը մատնացույց անել։ Այս ինչ մարդը, այս ինչ մեղքերն է գործել, այս ինչ մարդը, այս ինչ բանն է անում։ Աստված ներել է եւ Աստված ներում է։ Առաջի Հովանու 3:15-ում գրված է. ամեն ով որ իր եղբորը ատում է, մարդասպան է։ Եվ գիտեք, որ ոչ մի մարդասպան հավիտենական կյանք չունի հաստատված իրենում։ Ով որ իր եղբորը ատում է, նա մարդասպան է, որքան ատելություններ կան մեր սրտերում։ Որքան ատելություններ կան, որ մենք ատում ենք, որ մենք դատապարտում ենք, որ մենք մեղադրում ենք։ Եկեք այսօր նմանվենք Աստծուն։ Առաջի Հովանու 3:23 սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսին եւ իրար սիրենք, ինչպես որ նա պատվեր տվեց մեզ։ Ո՞րն է պատվիրանը։ Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսին, եկեք տեսեք զուգահեռ անցկացնում Աստվածաշունչը եւ ինչ անենք, իրար սիրենք։ Ինչի՞ այդքան տխրել, որպեսզի սիրեք դրա համար, սիրելը դժվար է։ Այնքան հեշտ է, որ Հովանեսին սիրում են բոլորը։ Մեկ էլ այդ սիրո ձեռը կրակն ենք ընկնում։ Սիրեք Աստվածային սիրով։ Ագապե սերը վերջ չունի։ Եթե սիրում եք Հովանեսին, ապա մարմնավոր մի սիրեք։ Տղայակ, խապնվեք։ Սիրեք Աստվածային, թող ինքն էլ ձեզ սիրի Աստվածային։ Իրական սերը չի լինում գաղտնի։ Եթե ձեզ գաղտնի են լայքում, սրտիկներ անում, սթորիների մեջ միայն, որ ոչ մեկ չտեսնի, դա սեր չի։ Երբ որ ինչ-որ մեկը ձեզ սրտիկներ կդնի, եւ կասի սիրում եմ, հավատացեք։ Իսկ ով որ դա չի անի, դա կեղծ է։ Ինձ հետ ես։ Ծապ դուր Աստծուն, հալելույա։ Ղուկաս 15-րդ գլխում կա հրաշալի մի պատմություն։ Ղուկաս ավետարան 15-րդ գլուխն է սա։ Անառակ որդու վերադարձը։ Ով կարող է սիրել իր անառակ որդուն։ Ոչ մեկ։ Դու կարող ես սիրել, ես չգիտեմ։ Բայց եթե հայր ես, բայց եթե մայր ես, կսիրես։ Անառակ որդին եկավ Աստծո մոտ, եկավ հոր մոտ։ Ինչ եմ ես այսպես ասում, անառակ որդին այդպես է գրված, անառակ որդի էր։ Եկավ ասեց, լսի, ես չեմ ուզում, որ դու մեռնես, հետո քո ամբողջ առանգությունը ինձ տաս, ինձ հիմա դուր։ Իմ կենթանության օրոք, քո կենթանության օրոք, այո, ես ուզում եմ այդ ամբողջ իմ ունեցվածքը կիսես թագավորության կեսն ես տալիս, երրորդ մասն ես տալիս, մեկ մասն ես տալիս, վեր կաց եւ ամբողջը տուր ինձ, ես այ մարդ ինչ կանեմ, իմ ունեցվածքն է, ինչ ուզեմ, դա պիտի անեմ։ Տվեց հայրը։ Ասեց որդիս վերցրու եւ գնա։ Վերցրեց իր ունեցվածքը եւ գնաց հոր տանից։ Իրան պետք էր այդ ժամանակ միայն հոր ունեցվածքը։ Որքան անգամներ ենք մենք անառակ որդիներ Աստծո տան մեջ, մեզ միայն Աստծո շնորհքը կամ պարգևներն են պետք։ Մեզ պետք չի Աստված։ Թող ամեն օր գա եւ իմ աղոթերին պատասխանի, ամեն օր ոսկե ձկնիկ եմ բռնել։ Էս կտաս, այն կտաս, էս կանես, այն կանես, գնա, արի, կարծես Աստված դարձել է մեր ծառան։ Բայց դու ինձ պետք չես։ Իսրայելի ժողովուրդը այնքան ասեց, այս ենք ուզում, այն ենք ուզում, ասեց ամեն ինչ կտամ, բայց ձեր հետ չեմ գա։ Ձեր ուզածները կտամ, բայց ձեր հետ չեմ գա, կար մեկը, որ իրական սիրում էր Աստծուն, դա Մովսեսն էր։ Եվ եթե դու ամեն բան պիտի տաս, բայց դու իմ հետ չգաս, ես կմնամ անապատում կմեռնեմ։
Ավելի լավ է մնամ անապատում դու իմ հետ լինես Աստված, քան առանց քեզ ունենալ ամեն բան։ Ում է պետք ունեցվածքը, ստացվածքը, քո արհեստությունը, քո տունը, տնտեսությունը, քո շքեղ ապրուստը, եթե այդ ամենի մեջ չկա Աստված, ինձ հետ ես։ Եթե դու աղոթեցիր, ամեն բան եղավ, դղյակների մեջ նստեցիր, չես հոգնել քո դղյակներից։ Չես հոգնել քո այդ ոսկե պատերից, չեք հոգնել ձեր մեքենաներից, դեռ չեք հոգնել, հավատացեք, մեկ օր կհոգնեք։ Մեկ օր, գուցե ասեք ունայնության, չգիտեմ, որ բրենդը հակար, այս բրենդը հակար, այս կոշիկն առար, երեխեքիդ ես ինչ հագցրեցիր, վաղ այն մեկը հագցրեցիր, մաշվում են, չէ, հնանում են, չէ, հա հետո ինչ, ում ես զարմացնում։ Բայց ասма հարուրապետը, երբ որ հավատ գործադրեց, եւ ասում Աստված զարմացավ։ Աստված զարմացավ անգամ այդ հավատքից եւ ասեց Իսրայելի մեջ այդ հավատքը չտեսա։ Ես ամբողջ Իսրայելի մեջ այսպիսի հավատք չտեսա, զարմացրասուն քո հավատքով այսօր, ոչ թե քո չգիտեմ ինչ այդ հորինած բրենդները մարդիկ հորինել են, տգետ մարդկանց համար, կներեք։ Մի բան են օրեն, Dolce & Gabbana 100 տեսակի արևային ծաղիկներով եսի մինչ անճորնի շորեր։ Վայ, ինչքան փող ես տալիս, որ դու Dolce & Gabbana ես հագնելու ես, հա։ Դու չգիտեմ ինչ։ Բա այդ վրի արևները, բա մարդիկ տենան, ես բրենդ եմ հագնում։ Բա մարդիկ չտենան, ես ինչքան փող եմ ծախսել։ Բա, հա ինչ։ Լավ որ ունես։ Բայց որ այդ ամենը քեզ հեռացրել է Աստծուց, լավ չի։ Բայց այդ ամենը ինչ որ եկավ եւ Աստծուն փոխարինեց, լավ չի։ Ավելի լավ է ոչինչ, բայց Աստված։ Քան ամեն ինչ առանց Աստծո։ Ես այսօր աստվածային սեր եմ քարոզում քեզ։ Ամուր բռնիր Աստծուց։ Ոչ թե վախից դրդված, այլ սիրուց դրդված։ Ես սիրում եմ նրան, որովհետև նա իմ հայրն է։ Ես սիրում եմ նրան, որովհետև նեղությունների մեջ նա իմ ընկերն է։ Առակաստասյոտ, ընկերը ամեն ժամանակի համար է ընկեր, եւ ընկերը նեղորվա համար է։ Եվ չգիտեմ մեկ օր, որ Աստված ինձ նվերներ չանի։ Նվերներ, դուք իմ նվերն եք։ Սիրելի եկեղեցի ամեն օր Աստված գալիս է առատաձեռն, առատապես, որովհետև սիրում է, եւ ամեն օր ուզում է քեզ նվեր տա։ Մնա Աստծո հետ։ Դարձիր նրա սիրո ընկերը ամեն ժամանակի համար է ընկեր։ Եվ անարակ որդին գնաց, վատնեց, դու ինձ պետք չես, հայր, քո ունեցվածքն է ինձ պետք։ Բայց մեկ օր այդ վերջացավ։ Մեկ օր, երբ որ դու ունես հարստություն, աղջիկները գրպանդ անպայման մտնելու են։ Երբ որ ունես շքեղ մեքենա, անպայման մեքենատ նստելու են։ Իսկ եթե ոչինչ չունես։ Եվ այս որդու ամբողջ ունեցվածք, ասում անառակների հետ, պոռնիկների հետ կերավ, խմեց, եւ մեկ օր հայտնվեց խոզանոցում։ Եվ որ մեկ օր հայտնվեց խոզանոցում, ասեց լսի էլ ուտելու բան չկա, խոզերի կերակուրներ արդեն ուտում, վերքանամ գնամ հոր մոտ, ինչու սպասել այնքան ժամանակ, որ ամեն բան վերջանա հետո գաս Աստծո մոտ, գնամ իմ հոր տանը շատ ծառաներ կան, գնամ իմ հոր տունը ծառաներից մեկի պես լինեմ, Աստված հայր է, եւ Աստված իր որդուն երբեք ծառա չի անում։ Վերկանամ գնամ, որտեվ հորը լավ չէր ճանաչում, վերկանամ գնամ եւ ասեմ հայր, մեղանչել եմ քո առաջ, երկնի առաջ, հետ եմ եկել քո որդին եմ, մի տեղ տուր, մի ծառայություն տուր, ամանները լվանամ, չգիտեմ, հատակը մաքրեմ։ Հայրը սպասում էր։ Սիրելի եկեղեցի, Տերը սպասում է քեզ։ Եկող Կիրակի հիշի, որ դու գաս, չի դատապարտելու։ Թեկուզ երկար ժամանակ է չկաս։ Թեկուզ երկար ժամանակ ինչ որ բաներ կամ մոռացել ես։ Բայց նրա աչքը
սպասելուց ջուր է կտրել, որովհետև հայր է։ Եվ ասում է հերվից տեսավ իր որդին գալուց, հայրը սպասում էր, երբ որ որդին եկավ, հայրը վազեց ընդառաջ։ Եվ ասեց հանեք այդ կեղտոտ շորերը, հանեք նրա վրայից, հանեք նրա վրայից։ Եվ նրան թագավորական զգեստներ հագցրեք։ Ժամանակն է, որ դու հասկանաս, քո հանդերձները թագավորական են։ Ժամանակն է, որ մեկ օր դու հասկանաս, որ դու թագավորի զավակ ես։ Աստծուց ծնված Աստված է, թագավորի ծնվածը թագաժառանգ։ Աստծուց ծնվել են որդիներ, մի մոռացիր ով ես դու Աստծո որդի ես։ Այս որդին երբ որ տնից հեռացել էր, նա չէր դադարել նրա որդին լինելուց կամ մնալուց, չէր դադարել նրա ազգանունը կրելուց, չէր դադարել, երբ որ հետ վերադարձավ, դու իմ որդին ես, դու իմ զավակն ես, հանեք, զավակիս վրայից կեղտոտ պատմուճանները և թագավորական մատանին դրեք նրա մատին, նրա կոշիկները հագցրեք, նրա շորերը փոխեք և ամենաթանկը մորթեք և խնջույք արեք, որտև իմ որդին մեռած էր, կենդանացավ, երբ որ դու վերադառնաս, Աստված քեզ համար խնջույք ունի անելու։ Երբ որ դու վերադառնաս Աստծո մոտ, Աստված սպասում է, վերադարձեք դեպի Տերը, ետ դարձեք դեպի Տերը և Աստված կվերադառնա դեպի ձեզ, նա չի դատապարտելու, նա սպասում է, Աստված սպասում է, Աստված տեսնում է, նա գիտի։ Բայց երբ որ մյուս որդին եկավ, նրա աչքին դա դուր չեկավ, նրա սրտին դա դուր չեկավ, մյուս որդին եկավ և տեսավ, այս ինչ խնջույք է։ Քո եղբայրը, այդ անառակ եղբայրը տուն է վերադարձել և նեղացավ հորից։ Այսքան ժամանակ ես նրա հետ եմ, իմ համար մի բան չի մորթել, մի ուլ, մի չգիտեմ, մի բան չի արել։ Այսքան ժամանակ ես իրա հետ եմ, հավատարիմ ծառայում էի, ինչու պետք է իրան ավելին լինի, քան ինձ, չէ որ ես այդքան տարիներ այդ անմեջ էի։ Քո աչքը թող բարերար լինի։ Ամեն։ Երբ որ քո հետ այստեղ կոծվեն մարդիկ, որ դու չես սպասում, քո աչքը թող բարերար լինի։ Ինձ հետ ես։ Ուրախացեք ձեր եղբայրների համար, ցնծացեք։ Ձեզանից, ձեր կողքի մարդկանց, ձեզանից բարձր տեսեք։ Ուրախացեք և ցնծացեք, որտև ձեր եղբայրը կամ ձեր քույրը մեռած էր և կենդանացավ։ Այդքան ժամանակ այդ որդին հոր հետ էր, բայց չգիտեր նրա թաքուն արցունքները։ Չգիտեր, որ հայրը որքան անքուն գիշերներ էր անցկացնել իր որդուն սպասելով, աղոթելով, իր որդու համար ծնկի գալով, չէր տեսել նրա սրտի ցավը և հիմա չէր կարողանում կիսել նրա ուրախությունը։ Եթե դու չես տեսնում նրա սրտի ցավ, ապա նրա ուրախությանն էլ ականատես կամ վկա չես լինելու։ Աստված բարի է։ Թող նրա որդիները ետ դառնան և տուն գան, այս երգը կերգենք շուտով։ Քո փառքը թող Տեր ցույց տուր մեզ, ամեն։ Գիտեք, այո, մենք պատրաստվում ենք տարեդարձին։ Կային երկու քույրեր, Մարթան և Մարիամը։ Երկու քույրեր, որ սիրում էին Տեր Հիսուսին, որ նրան բարեկամն էին և նա նրանց տուն էր հաճախակի գնում։ Գիտեք, Մարթան շատ ավելի գործունյա էր, էփող, թափող, կերակրող և ամեն բան պատրաստում էր Հիսուսի համար։ Մարիամը նստած էր Տեր Հիսուսի ոտքերի տակ։ Եվ գիտեք, երբ որ եկավ Մարթան, հարձակվեց Տեր Հիսուսի վրա։ Գիտեք ինչ ասեց։ Հոգը չի ես այսքան գործ եմ անում։ Մարիամն էլ նստած պարապ-սարապ ոտքերի տակ խոսք է լսում։ Եվ Տեր Հիսուս ասեց Մարիամը բարի բաժին ընտրեց։ Մարթա, գիտես, Մարիամը ամենալավ բաժինն է ընտրել։
խոսքը, որ ունի ուժ եւ իշխանություն։ Շատ ժամանակ մենք հարցակվում ենք մեր կողքի քույրերի եւ եղբայրների վրա, ինչու պիտի ես սառայեմ դու ոչ։ Ինչու պետք է սանեմ դու ոչ, ինչու պետք է սաթորները շարեմ դու ոչ, ինչու պետք է միկրոֆոնները դնեմ դու ոչ, ինչու պետք է երգեմ դու ոչ, ինչու պետք է գիշեր ցերեկ ես իմ ինչ անեմ դու գաս այստեղ վայելես, ինչու պետք է գնամ հովիվի հետևից դու ոչ։ Ինչ ես մենակ եմ այս տան մեջ։ Արա քո գործը փառահեղ։ Քո վարձքը հաստատ կառնես։ Քո հոգդ չէ, քեզ ինչ։ Քո քույրերը կամ եղբայրները երբ կվերադառնան կամ ինչ կանեն սիրելի եկեղեցի։ Դու մնաս սիրո մեջ։ Շուտով ավարտում եմ։ Մատթեոս 28:22-37-ից 40 գրված է. Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ողջ բոլոր մտքով։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանը եւ երկրորդը սրա պես. Սիրիր քո ընկերը, քո անձի պես։ Եթե դու քո եղբայրներին, քույրերին չես կարողանում այսօր սիրել, Աստծուն որ չես տեսել, ինչպես կարող ես սիրել։ Եվ առաջին Կորինթացիների 13:13-ում գրված է. հավատք, հույս, սեր եւ ամենից մեծը սերն է։ Գիտեք, շուտով ավարտում եմ։ Ես չեմ կարող ասել, որ մեր մեջ լինող անուշքույրը հյուր է։ Աստծո տա եկեղեցու Հայաստանից եկած մեր հզոր բարեկամը, ներկայացուցիչը, մեր թանկը, եւ մենք նրան ընդունում ենք որպես հարազատ, բարեկամ, սեր։ Եվ ես ուզում եմ, որ մենք տարիների մեջ հասկանանք, որն է դրդապատճառը, որ մեր քրոջը ուզում ենք լավ ընդունենք, սերը, թե պարտականությունը։ Պարտականության եւ սիրո միջև այդ ես եմ տնկված, ուղեփակոցի գերանի նման։ Ես ուզում եմ, որ մենք սիրենք իրար ոչ թե պարտականությունից, այլ իրական սիրուց դրդված։ Նվերներ անենք սիրուց դրդված։ Երբ որ դու տեսնես քո եղբայրը կամ քույրը չունի հագնելու որևէ բաճկոն, եւ դու ունես 5-ը, կարող ես արդյոք մեկ բաճկոնը տալ նրան, գուցե երկուսը, երկուսից մեկը, կարող ես հանել եւ քո եղբորդ նվիրել, կարող ես անել։ Կարող ես սիրուց դրդված ընծաներ անել Տիրոջը, կարող ես անել։ Այսօր ես վաղուց ասում եի, Հովանես, այս միկրոֆոնը ուր է։ Եվ ինքը այսօր բարեհաճեց այս միկրոֆոնը բերել եւ տալ իմ ձեռքը։ Աս Հովիվ ջան, միկրոֆոնը։ Մի 2 տարի սպասում եմ այս միկրոֆոնի վերադարձին։ Մարդիկ սպասում են անառակ որդիների վերադարձին, ես միկրոֆոնի վերադարձին էի սպասում։ Տեսեք ինչքան լավ աշխատում, չի աշխատում, Հովիվ ջան, լավ չի, ամենալավ աշխատող միկրոֆոնն այսօր Տիրոջը։ Եթե ուզենք, կանենք։ Եթե ուզում ենք, ապա մեր լավագույնը Տիրոջ տուն ենք բերում։ Հիմա ինչ, այս միկրոֆոնը լավա որ երկի տարայ նանայ նինայ, թե Աստծո խոսքը տարածի, իհարկե Աստծո խոսքը տարածի։ Այս ամենը նրա համար է, որ Աստծո գործը փառավորվի, Աստված փառավորվի, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Հավատք, հույս, սեր եւ ամենամեծը սերն է։ Մենք մեր հետ երկինք չենք տանելու ոչ հավատքը, ոչ հույսը, բայց երկինք ենք տանելու սերը։ Երբ որ Տիրոջը տեսնենք, չենք դիմանալու, վազելու ենք նրա առաջ, ընկնելու ենք Աստծո առջև, փաթաթվելու ենք նրան, Տեր կարոտել է, Տեր սիրում է, Տեր ցանկանում էի քեզ տեսնել, վերջապես ես տեսա քո լուսապայծառ դեմք Աստված, մեր ավարտը Աստծո մեջ է։ Մոռացեք ժամանակավորը, եկող Կիրակի, ես չգիտեմ, ժամը 12-ն ենք իհարկե ասել, բայց գուցե եւ ժամը 11-ին լինի ծառայությունը, կասենք քանիսին կլինի ծառայությունը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք այսօր, եթե մեր մեջ չկա ագապե սերը, Աստվածայինը, եկեք խնդրենք։ Եկեք խնդրենք մեր քույրերի եղբայրների համար բժշկություն, որ մեր քույրերի եղբայրների հավատքը ավելանա, բժշկվի։ Գիտես,
գրեթե 3 օր անկողնային պարկած էի։ Գիշերը շտապօգնություն եկավ, ուշ գիշեր էր, վերջը սրսկումներ և այլն, որ կարողանամ քայլել։ Չէի կարողանում քայլել։ Ինձ ասացին իսկ գուցե վաղը չգնաս, ուր չգնամ։ Եթե այստեղ է բժշկությունը, եթե այստեղ է Աստված, եթե նա է, ամեն բանի մեջ նա է մորթված գառը, նա է աշխարհի սկզբից, աշխարհը ստեղծողը, երկինք երկրող արարողը, նա այն սիրողը, որ սպասում է այս առավոտ, ես եկել եմ նրա համար, ոչ թե եկա, որ ծառայեմ, այլ եկա, որ և նրան եմ սիրում, և քեզ, ես չէի կարող չգալ, որտև քանի դեռ շնչում են, քանի դեռ կա, գիտես, նունեքուրը առավոտյան վատ առողջ էր, ասեց շատ վատ առողջ եմ, ասեցի արի և եկավ, այստեղ է բժշկությունը, այստեղ է օրհնությունը, հիմա դուք ասես, իսկ ինչ է, ես իմ տան մեջ, չեմ կարող հավատալ, ոչ, մեկտեղ հավաքվելը մի թողեք, սա է պատվիրանը, հանգստի օրը պատվեք, հիշեք, Տիրոջ տան մեջ եղեք, սա է օրենքը, որքան էլ դժվար լիներ քայլելը, գիշերը չէի կարողանում քայլել, թող սրսկեն, որ քայլեն, սրսկեցին քայլումը, ես ինձ կբերեմ Աստծո տուն, ոչ թե նրա համար, որ այս կիրակի ես քարոզելու եմ, այլ նրա համար, որ սիրում եմ Աստծուն, թող քո դրդապատճառը լինի սերը, մոռացեք ամեն բան, ամենքին, սիրեք ձեր ընտանիքները, մի կտրվեք ձեր ընտանիքներից, սիրեք մարդկանց, գիտես գիշերը լավ լուր ունեցա, եղբորս երեկ առավոտյան արթնացա ասեցի, բա այսօր եղբորս հարսը պետք է երեխա ունենար, ինձ պատվացի տարեց, ասում է, այսօր ծնվելու է, բժիշկներն ասում են, դե ամսի 2-ին, ես ասեցի, ախր այսօր պետք է ծնվի, ծագեցի Քրիստիկին, ասում եմ, այսօր պետք է այդ երեխան ծնվի, 2 ժամ տարբերությամբ գիշերը ժամը 2-ն էր ծննդաբերեց, ծանգեցին, ալելույա, հորքուր երեխա ենք ունեցել, մենք նոր երեխա ունենք, մեր արենը, Աստված օրհնի և պահպանի մեր տները, մեր ընտանիքները, այսօր առավոտյան ըստ էության պետք է որ վազեի աղբորս տուն, գնամ, աշկալուսանք տամ, բայց ես եկա Տիրոջ տուն, և այստեղից կտամ աշկալուսանք, աշկներս լույս լինի, մենք զավակ եք ունեցել, ամեն տան մեջ թող արու զավակներ ծնվեն, ամեն տան մեջ, եթե դու դեռևս չունես, թող քո տան մեջ լինեն զավակներ, թող մեծանա Աստծո տունը, եկող կիրակի միասին պիտի տոնենք, բայց ես ուզում ինչ-որ անես սիրուց դրդված, ոչ մեկի վրա մուննատ չգաս, եթե ինչ-որ բան անելու ես, եթե չգիտեմ փուչիկներ եք փչելու, եթե ինչ-որ բան եք անելու, երբեք չասես ես մենակ ես, ինչ ես տան մեջ, եթե ֆինանսով ես ներդրվելու, չգիտեմ ինչ-որ անելու ես, արա հոժարությամբ, ամբողջ սրտով, թող քո ընծաները, թող քո արած ընդունելի սուրբ պատարակ լինի, Դավիթը սիրեց Հովնաթանին, այդ իսկ պատճառով պատվեց Մեմփեբոսթեին, եթե դու սիրում ես քո եղբորը, սիրի քո եղբոր ընտանիքը, եթե դու սիրում ես քո քրոջը, սիրի նաև քո քրոջ ընտանիքը, հարգեք իրար, սիրեք իրար, գիտեք ես հաճախակի եմ բարկանում Հովհաննեսի վրա, հաճախակի,
Այս եկեղեցում Իրանից չարաճճի ոչ մեկ չունեն։ Ամեն օր, ամեն վայրկյան, մեկ ասում ես վերցնեմ, խփեմ, սպանեմ, ինչ անեմ։ 5 րոպե հետո ասում ես, ախր շատ եմ սիրում։ Եվ գալիս աստվածային սերը, Ագապեն։ Եվ մեկ բան ես ասում, ինչպես կարող եմ ես քեզ չսիրել։ Հա, թերի ես։ Գուցե շատ բաներ կա, եւ ոչ միայն Հովանեսը։ Գնում ես մարդկանց տներ, փոքր երեխաներ ունեն, այնքան չարաճճի են։ Ինչ ասես անում են։ Այ չարաճճի միան։ Բայց տենում ես այնքան սեր կա, այնքան սեր կա։ Ուզում եմ, որ աստվածային սերը իջնի հիմա քո վրա, Ագապեն։ Սիրես Աստծուն, ոչ թե վախեց, ինչպես որ Ադամը ոտքերի ձայնը լսեց Աստծուն եւ վախեցավ, ոչ եւ ոչ եւ ոչ եւ դարձյալ ոչ, որովհետեւ դու եկար, բայց ես մեղավոր եմ, ես ուզում եմ ներես, ես ուզում եմ վանցակները ներես։ Եթե ես մարդ լինելով կարող եմ Հովանեսին համբերել, կարող եմ քեզ համբերել, կարող ես դու ինձ համբերել, ապա ինչքան Աստված կարող է մեզ ներել, սիրել եւ համբերել։ Սերը աստվածանից է, սիրո մեջ վախ չկա։ Եկեք աղոտ կանենք, սիրելի հայր, ես խնդրում եմ, որ աստվածային սերը իջնի մեզ վրա։ Աղոթում եւ աղերսում եմ, սիրելի Տեր, որ մեզ տաս Ագապե սերը, որ չհեռանանք քեզանից, որ սիրենք քեզ եւ սիրենք միմյանց, որտեւ սերը աստվածանից է։ Եթե մեր մեջ սերը պակասել է եւ եկել է ատելությունը, նենգությունը, չարը, ապա խնդրում եմ, մեռացրու մեզանից։ Բժշկիր մեզ Տեր, օրհնիր մեզ Տեր, փրկիր մեզ Տեր։ Թող մեր աչքերը միայն քո վրա լինեն։ Մենք երկիր ենք եկել քո համար։ Եվ ավարտելու ենք այս երկիրը միայն քեզ համար, Քրիստոս, քո մեջ, օգնիր մեզ։ Թող մեր բոլոր զավակները տուն վերադառնան, եկող կիրակի, երբ որ մենք կնշենք մեր տարեդարձը բոլորս միմյանց, իրար ողջունելով, իրար նվերներ, ընծաներ անելով, իրար ուրախացնելով, լավ խոսքեր ասելով, ջերմեռան, ծառայելով քեզ, սիրելի Տեր, վերադարձրու քո զավակներին, հետ բեր, որ քո զավակները տուն գան, եւ մեր մեջ ոչ թե լինի դատապարտության, ատելության կամ նենգության հոգին, այլ սիրո, զգաստության, սիրո, ոչ թե վախի, այլ զորության, սիրո եւ զգաստության հոգին, շնորհակալ եմ Տեր, ամեն։ Եկեք երկի միջոցով աղոթքով երկենք քո փառքը Տեր։ Խորանը քո կանգնեցնում էր մեզ, քո ծառաներին ասպարես դու, քեզ օրհնողներին նոր երգեր դու, թող քո որդիներն եդառնան Նորոքիր մեզ Տեր, նորոքիր դու մեզ, գոհությամբ լցնում ես, լուսավորիր մեզ, նորոքիր դու մեզ, գոհությամբ լցնում ես, Գաղ